Այսօրվա մեր կազմակերպված ակցիան դրամահավաք համերգ է, որից ստացված ողջ հասույթը պետք է տրամադրենք անմահության մարտիկները գրքի տպագրությանը։ Իսկ անմահության մարտիկները գիրքը գրվել է դեռ 2014 թվականին, երբ տեղի ունեցան օգոստոսի դեպքերը։ Ազատ Ասոյանը իմ ընկերուհու տղան է, երբ որ արդեն լուրը հասավ ինձ, ես շատ մեծ դեպրեսիա ապրեցի, որի ընթացքում արդեն ծնվեցին բանաստեղծություններ եւ ես դրա իրավունքը չունեի, որ միայն գրեի փոքրիկ բրոշուր իր մասին։ Քանի որ նրա կողքին եղել է անմիջապես Արարատը Խանոյան, հաջորդ օրը եւ մինչեւ ամսի 4-ը զոհվեցին այս բոլոր հերոսները, տղաները, 7 հիմնական հերոսների մասին պատմող գիրք է, որոնց մասին ինֆորմացիան ամբողջ ինքս եմ հայթայթել շրջաններում, նրանց բնակության վայրերում լինելով, հանդիպելով ծնողների, դպրոցի տնօրենների, ընկերների միջոցով փորձել եմ բացահայտել այս 18-20 տարեկան երիտասարդների ընդհանրապես իրենց տեսակը մարդկային, թե որտեղից է գալիս այդ արմատները հայրենասիրության։ Մտահղացում առաջացավ վերջում ավելացնել բաժին ռազմի անպարտ աստվածները խորագիրը։ Չգիտեմ գրիչս ինչքանով է ստացված, ինչքանով ստացված չի, ամեն դեպքում երկու գրքերի հեղինակ եմ, մանկական գրքերի թթվախոս մանուկներին, հայրենիքի պաշտպաններին, 8 գրքեր դեռ ունեմ տպագրության հանձնելու, բայց առաջին հերթին որոշեցի, որ ամենակարևորը հենց այս պահին անմահության մարտիկները գրքի տպագրությունն էր։ Որքան է պահանջվում։ Մոտավորապես 2 միլիոնից 2 միլիոն ու կես այդ նախնական տվյալներով։ Սա գրքի, այսպես կարելի ասել, մակետն է, յուրաքանչյուր հերոս իր ենթավերնագրով, իր բաժնով, որտեղ տեղ են գտել, ասենք, հերոսների ուրեմն մասին պատմող նկարներ, իրենց հետ կապված ինչ-որ հուշեր, հա, եւ գիրքը կազմված է 400 էջից, կոշտ կազմով գիրք է, գունավոր տպագրություն է, այս ամենը արված է հենց մատաղ սերնդի մեջ, սերմանելու են ամենը, որ եկող յուրաքանչյուր սերունդ թերթելով գրքի էջերը հասկանա, որ այս տղաները զոհվել են անուն մեզ յուրաքանչյուրից։ Ay Merik, 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 ay Merik, Merik, ay Merik, Merik.